ԵԽԽՎ բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուելթերի պատրաստելիք Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը խորագրված զեկույցը երկար կյանք չի ունենա, հույս ունեն Հայաստանում։ Մեր երկիրը հրաժարվել է մասնակցել զեկույցի պատրաստման գործընթացին, հուսով, որ միակողմանի զեկույցին լուրջ չեն վերաբերի։ Այս տեսակի զեկույցները որևէ մի նպաստ չեն բերելու բանակցային գործընթացին և ընդամենը ավելին վնասելու։ Ըստ հայ պատգամավորի մեր երկիրը պետք է օգտվի հնարավորությունից ու հրավիրի ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը ապացուցելու, որ ԵԽԽՎ զեկույցը բանակցային գործընթացում ոչ մի դեր չի ունենա։ Այն, որ զեկույցը կարգավորման որևէ ազդեցություն չի ունենա, վստահ է նաև Անդրեաս Ղուկասյանը, բայց վերնագրի վերաբերյալ հայկական կողմի բողոքը նա անհիմն է համարում։ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ պարագայով որևէ վրդովմունք արտահայտել, որ նման միջազգային հարթակներում նման ձևակերպումներ են կիրառվում, դա բխում է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքականությունից։ Հայաստանը պետք է ճիշտ քաղաքականություն մշակի Ադրբեջանի հաջորդ քայլերը տապալելու համար։ Բոլոր շահգիր կողմերը, ովքեր որ ընդգրկված են, պետք է իրենց համապատասխան դիրքորոշումներ ասեն։ Իսկ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի կարծիքի ձևավորման վրա։ ԵԽԽՎ-ի որոշման ընդունման համար ոչ մեկ չի շտապում մեղադրել հայկական պատվիրակության անդամներին։ Նրանք էլ են ժամանակին հարցեր անցկացրել, որոնք դուր չեն եկել ադրբեջանական կողմին։ Մեխանիզմն է այդպիսին, իսկ հակահայկական այսպիսի քայլի համար պատասխանատուն մեր պետության վարած քաղաքականությունն է։ Իշխանության ուզուրպացիա կատարած խումբը ի վիճակի չի պաշտպանել ազգային շահերը։ Բնականաբար քաղաքական մոտեցում Հայաստանը չունի այս իրավիճակներին։ Բոլորից թերացումն է, սկսած մեր և ազգային ժողովի մոտեցումների ժամանակին երևում և արտաքին գործերի նախարարության խնդիրներից և միգուցե Սփյուռքի գործոնը չօգտագործելու և ճիշտ ձևով աշխատելու։ Զեկույց պատրաստելու համար բրիտանացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ Բաքու է այցելելու մարտի 12-ին և 13-ին։ Ի դեպ, ոչ միայն Հայաստանն է հրաժարվել աջակցել այս զեկույցի պատրաստմանը, այլև Արցախի նախագահի խոսնակը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին հայտարարել է, որ եթե ԵԽԽՎ զեկուցողը փորձի այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ղարաբաղի իշխանությունը թույլ չի տա նրա մուտքը երկրի տարածք։